Թեմաներից մեկը, որ ցանկանում եմ քննարկել ձեզ հետ, վերաբերում է վարքագծային տարբերություններին հարուստ եվրոպական երկրներում ապրողների եւ հայերի միջեւ։ Օրինակ, երբ ես ճանապարհորդում եմ Եվրոպա, տպավորություն է, որ եվրոպացիների շատերը հանգիստ են, այնքան չեն անհանգստանում փողի մասին, որքան մենք։ Կարծում եմ պատճառներից մեկը այն է, որ նրանց վարքագիծը փողի հարցում տարբերվում է մեր երկրում ընտրված վարքագծից։ Կարող եք ասել միջին խավի ներկայացուցիչը, միջին վիճակագրական ֆրանսիացին, ով մտածում է իր ապագայի մասին, ինչպես է վարվում գումարի հետ։ Հետաքրքիր հարց է։ Նախ նշեմ, որ Եվրոպայի մասով կխոսեմ հենց Ֆրանսիայի օրինակով։ Կասեի, որ ֆրանսիացիների համար առաջնայինը տուն կամ բնակարան գնելն է։ Հետո այսօր իրավիճակը բարելավվում է, քանի որ Ֆրանսիայում մենք ունենք կենսաթոշակային համակարգ։ Մենք ունենք pay as you go համակարգ։ Սա առաջին մակարդակն է, Pillar 1։ Այն ընդհանուր է բոլորի համար։ Հետո ունենք առաջին մակարդակի երկրորդ աստիճանը, որը ավելի շատ կապված է մասնավոր շուկայի հետ, բայց նաև PSU-գո է։ Այսինքն մենք ունենք պարտադիր համակարգ, բավարար պարտադիր համակարգ, որն ապահովում է կենսաթոշակային լավ մակարդակ։ Այնուհետև կառավարությունը ներդրեց խնայողությունների մի քանի տեսակի համակարգեր։ Մենք ունենք այն, ինչ անվանում ենք կյանքի ապահովագրություն։ Ունենք շուկաներում ներդրումներ անելու համակարգեր, եւ նաև ունենք խնայողական ծրագրեր, որտեղ կարող ես ներդնել քո գումարը։ Եվ Ֆրանսիայում նմանատիպ ներդրումների հիմնական գրավչությունը հարկային արտոնություններն են։ Դա նշանակում է, որ դրանք չեն հարկվում կամ շատ քիչ են հարկվում։